Մոր աչքերն անքուն գիշերներից կարմրած ու չորացած կանգնել են Կեչարիս վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու սառը կամարների տակ, սառած հայացքով ուղիղ խաչերին: Նա չի խոսում, բայց հայացքի խորքում աղոթք կա, աղերս, երկինք վեր հղված մի վերջին հույս. «Տեր, տես, լսիր, ուժ տուր»: Արդեն 7-րդ օրն է, ինչ նրա գրկից անհետացել է ամենը թանկը՝ որդին, 7 օր առանց գիշերվա ու օրվա տարբերության, առանց քնի, առանց իրական սնունդ ընդունելու: Միայն մեկ բանի սպասումով, որ դուռը կբացվի, որ հեռվից ձայնը կլսվի, որ գետի ափից վազելով իր մանուկը կգա, ասես ոչինչ չի եղել: Բայց այդ տեսիլքը դեռ իրականություն չի դարձել, և նա հիմա այստեղ է այս սուրբ պատերի ներսում, իր ցավը վերածած լուռ աղոթքի: Հոր ձեռքերն ամուր խաչված են իր առաջ, ասես փորձում է բռնել, պահել մի բան, որ չի ուզում բաց թողնել: Նա անկարող է լուծել այս խաչվառի պես հյուսված իրականությունը, բայց մեկ բանի վստահ է՝ հույսը չպետք է մեռնի: Նրա ներսում մի փոքր լույս կա, հավատքի լույսը, որը դեռ շողում է, որքան էլ մարող թվա: Նա տղամարդ է, հպարտ ու հզոր, բայց հիմա ծնկի է իջնում առաջին անգամ այս օրերին: Ոչ ոքի համար, ոչ թե մարդկանց աչքին երևալու, այլ Աստծուն մոտ լինելու համար: Նա հոգնած է, հյուծված, բայց հավատով լի: Նրա մրմունջը եկեղեցում չի լսվում բարձրաձայն, բայց երկինքը լսում է. «Տեր, որդուս փնտրում եմ: Ես չգիտեմ որտեղ է, բայց դու գիտես: Եթե պետք է տաս ինձ վերադարձնելու հույսը տուր, իսկ եթե դեռ պիտի սպասեմ, ինձ համբերություն տուր: Մի թող կոտրվեմ»: Այս սուրբ պատարագի յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր բուրմունք, ամեն խնկաբույր ու մոմի լույսի պես բարձրանում են այս ընտանիքի աղոթքի հետ: Քահանայի ձայնը, երբ ասում է. «Խաղաղություն ամենեցուն», մայրը սարսռում է, իսկ հայրը շունչ է քաշում: Ոչինչ չի մխիթարում, բայց մի բան կա, որ պահում է, այդ ամենազոր ուժը, որ կոչվում է հավատ: Եվ եկեղեցին այսօր ոչ թե մի պատարագի վայր է, այլ այն սուրբ վայրը, որտեղ մի ամբողջ ընտանիք պահում է իր վերջին հույսը: Տիգրանի հայրն ու մայրն այսօր, այս պահին, միայնակ չեն: Իրենց հետ են հարյուրավոր մարդիկ, անծանոթներ, ընկերներ, քահանաներ ու Աստվածը, անտեսանելի, բայց ներկա: Հիմա ամեն հայացք խաչին, ամեն շունչ աղոթքի մեջ է: Թող այս աղոթքը դառնա կամուրջ երկնքի ու երկրի միջև և վերադարձնի այն, ինչ անհետացել է փոքրիկ Տիգրանին: Երաշտոր Սրբազան հայր, սիրելի քույրեր և եղբայրներ, այսօր Հայ-Առաքելական եկեղեցին նշում է Արության տոնից հետո 4-րդ կիրակին, որը մեր եկեղեցու աղոթության մեջ ստացել է իր անունը Կարմիր կիրակ: Շատերը արդեն նկատեցիք, շատերը գիտեիք, որ Սուրբ Հարությունից հետո կիրակներն որոշակի անուններ են ստացել: Եվ այդ անունները սպիտակ, կանաչ, կարմիր, մի տեսակ մեզ այն ունալիությունն են հավաքում հարության իրականության, որը նաև արտահայտվում է քրիստոնեական հայրենիքից: Այս կանաչ և կարմիր կիրակների հաջորդականությունը նաև մեզնից ուղղում է պսակադրության խորհրդին, հարսանեկան խորհրդին, ինչպես որ ժողովրդական վաղ ու բանի մեջ, երկերի մեջ կանաչ, կարմիր կապելու այդ խորհուրդը կա, այնպես էլ ժողովուրդը տեսել է այս կիրակների մեջ եկեղեցու և Քրիստոսի այդ կապի և հասարակական կապության նշանը տեսել: Եվ ուրեմն, սիրելիներ, այսօր կարմիր կիրակին է, և պիտի մտորենք այս կիրակի շուրջ, կարմիր կիրակի խորհուրդը, կարմիր գույնի խորհուրդը և մի տեսնենք, թե ինչ է մեզ փոխանցում Աստվածաշունչը նաև դրա հետ կապված:
Եթե կանաչ կիրակին խորհրդանշում է եկեղեցու զարգացման, աճման և այսպես դալար առաջին պտուղները, առաջին այսպես ծորուները տալը, ապա կարմիր կիրակին խորհրդանշում է եկեղեցու գրած չարչարանքները, եկեղեցու գրած հալածանքները և թափված անում է բոլոր ժամանակների վկաները։ Որովհետև սիրելիներ, ինչպես եկեղեցու հայրերն են ասում, հիմն եկեղեցքո արյուն նահատակից։ Այսինքն եկեղեցու հիմքը նահատակների արյունն կամ արյան վրա է։ Ուրեմն, սիրելիներ, այս օրվա խորհուրդը բացի այն, որ նահատակության նահատակության մասին ես խոսում, այս երևույթի ավելի խոսում է պայքարի մասին, որովհետև մեր եկեղեցու սուրբերը չընդունեցին նահատակության պսակը, որովհետև թույլ էին, այլ ճիշտ հակառակը, որովհետև ուժեղ էին և կարողանում էին նույնիսկ Տիրոջ փառքի համար հակառակվել պետությունների և իշխանությունների, որոնք իրենց ամբողջ զորությամբ փորձում էին ճնշել այդ հավատքը։ Մահվան սպառնալիքի տակ, կենդանիների, գազանների, համախոսված սպառնալիքի տակ այս հավատքի սյուները չէին գործում իրենց զորությունը և չէին ուրանում Քրիստոսին և հռոմեական իշխանության համար անհասկանալի էր թվում այս հավատքը սխրանքը, անհասկանալի էր թվում, թե ինչպես կարելի է անձը դնել այդ աստիճան տանի տակ հանուն մի գաղափարի, հանուն մի ազնվորը։ Հռոմեական կայսրությունը խնդիր չուներ, որպես քրիստոնյաները պատմում իրենց ասում։ Հռոմեական կայսրությունը խնդիր ուներ, որ քրիստոնյաները չեն պաշտում կայսրին, և դրա համար է հալածում։ Եթե քրիստոնյաները համաձայնվեն պաշտել կայսրին, պիտի ընդունվեն իրենց մյուս բոլոր ընտանիքները։ Ազատ կողնվեին և պետք է կարողանային իրենց կյանքը կառուցել, խաղաղ ինչպես որ մյուս բոլոր ընտանիքները էին կառուցում, բայց քրիստոնյաները նախընտրեցին հալածանքը փոխարեն երկրամտորեն արյունից։ Նախընտրեցին մահանալ, նահատակվել, բայց շուրանալ Աստծուն և չպաշտպանել